Գազի սակագնի վերաբերյալ Սերժ Սարգսյանը Մոսկվայում հայտարարեց, թե Ռուսաստանը եւ Հայաստանը փոխհամաձայնության են եկել գազի գնի ձևավորման սկզբունքների շուրջ։ Երկրի ղեկավարը ընդգծեց, որ այն պետք է բխի իրական շուկայական գնից, հաշվի առնելով տարածաշրջանում համադրելի գները եւ պահպանելով Հայաստանի տնտեսության արդյունավետությունը։ Չնայած նրան, որ դեռևս պաշտոնապես գազի կոնկրետ սակագնի մասին հստակ ոչինչ չի ասվում, անգամ մոսկովյան բանակցություններից հետո այնուամենայնիվ արդեն պարզ է, որ գնային փոփոխություն լինելու է։ Եթե բարձրանալու է եւ շուկայական գնով ենք մենք ձեռք բերելու, այդ դեպքում անհրաժեշտ է մեր անկախության եւ կառավարման համակարգի մեջ մենք այնպիսի քայլեր իրականացնենք, որը թույլ կտա մեր քաղաքականությունը, արտաքին քաղաքականությունը առավել արդյունավետ դարձնել, անկախության աստիճանը Հայաստանի բարձրացնել եւ միևնույն ժամանակ փորձենք մեխանիզմների ներդրման արդյունքում հենց հատկապես ոչ ապահով, անապահով խաղի հասցված վնասը փորձենք մեղմացնել։ Եվրոպայում $330 պակաս գազ չկա։ Իսկ մեզ Ռուսաստանը այսօր տալիս է $180։ Դա նշանակում է, որ դա առանձնահատուկ գին է եւ երկար չի կարող մնալ եւ վերջո պետք է հավասարվեն այդ գները։ 78-ամյա Գրիգոր Յադոյանը ապրում է ծերության թոշակով, գազի հնարավոր թանկացման մասին լսել է, հաշվարկել է, հատկապես ձմռան ամիսներին ստացած թոշակի 80%-ը վճարում է կոմունալ ծախսերը։ Թոշակառուն համոզված է, որ եթե առաջիկայում բարձրանա գազի գինը, ապա կյանքը Հայաստանում կտրուկ կվատթարանա, արտագաղթի տեմպերն էլ կարագանա։ Եթե 10 ռուբլի դու 10 կոպեկ գազն անցկացել ես տրակ զուգահեռ 20 կոպեկ համապատասխան թոշակն ավելացնես, դու էլ վերցնում չես տալի, բայց վերցնում ես, դու պետություն ես, Ռուսաստանը թանկացում է, դու դոտացիայի հաշվին դու կազմակերպի քու հաշվին քու երկիրը դու կազ, ինչ Ռուսաստան, ինչ կապ ունի, այն քասիվ մարդը ինչ կապ ունի Ռուսաստանի հետ, ինչ ես նրա այդտեղ ուղեղը լցնում հավելրդ բանով։ Բնականաբար գազի սակագնի փոփոխությունը կհանգեցնի բացասական հետևանքների նաև ապրանքատեսակների շուկայում եւ ոչ միայն։ Այս առումով շարքային քաղաքացիների շրջանում դժգոհության ալիքը փոքր չէ։ Գազի թանկացումը բերում է ամեն ինչի թանկացում, աղջիկ ջան։ Ուզում է տրանսպորտ, ուզում է կենցաղային պայմաններ, ուզում է ապրելակերպի եւ այլն։ Սկզբից գազը էժան էր, մարդիկ բոլորը գազի անցան, բաքսիները բանադրեցին ամեն ինչը, հիմա էլ ոնց որ հակառակն է ստացվում, չնայած տաքացնում է, բայց չեն կարողանա իզուր տեղը ծախսեն արել։ Ես ունեմ այն դժգոհությունը, որ մենք չենք աշխատում, ունենք 2 ուսանող եւ թանկացումը մեր վրա խիստ կանդրադառնա։ Եթե գազի գնի թանկացումը ռեալ է ու անխուսափելի, ապա ինչն է պատճառը, որ որոշակի մանրամասներ չեն հրապարակվում եւ հասարակությունից շատ բաներ գաղտնի են պահվում։ Զրուցակիցներս դա կապեցին առաջիկա նախագահական ընտրությունների հետ։ Հասարակական ամբոստությունն այս շրջանում ձեռնտու չէ իշխանություններին, ովքեր փորձելու են սահուն ու անցնցում կազմակերպել վերարտադրության process-ը։ Զայրացած քաղաքացին իշխանություններին ընտրություններից առաջ որևէ ձևով պետք չէ։ Ուստի եւ երևի թե անհրաժեշտություն կա դրա մասին մի փոքր, այսպես ասեմ, տողատակերով ասվի։ Եվ այդ համոզմունքը հիմնված է փորձի վրա։ Մենք ունենք փորձ, որպես կանոն գները աճում են ընտրություններից հետո։ Մենք փորձեցինք նաև Հայ-Ռուս գազարդ ընկերությունից որոշ տեղեկություններ ստանալ, որտեղից մեզ վստահեցրեցին, որ կառույցում որևէ իրավասու անձ այդ պահի դրությամբ չկա։ Մենք փորձեցինք նաև հեռախոսի միջոցով կապ հաստատել Հայ-Ռուս գազարդի հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն Շուշան Սարդարյանի հետ։ Նա մեզ տվեց հետևյալ պատասխանը. առայժմ պետք է բավարարվել մամուլում հրապարակված նախագահի հայտարարություններով։ Էմապայլյան, Գարիկ Ազիբեգյան, Գալանյուս, Երևան։